Ողջույն բոլորին, այսօր ուզում եմ խոսել մի քանի թեմաների մասին YouTube-յան տիրույթում եւ ոչ միայն YouTube-յան տիրույթում, տարբեր սոցիալական ցանցերում կան տարբեր սննդակարգեր, նիհարողներ, շատ կան, այնքան շատ են, որ ժամանակին ում գիտեի նորից իրենց քաշը հետ է եկել, ում էլ չգիտեմ, նրանք այն երջանիկ, ինչպես ասում են, քաջերից են, որ մինչև հիմա պահպանում են իրենց ցանկալի քաշը։ Դրանց իհարկե ես նախանձում եմ բարի նախանձով, եթե կարելի է դա այդպես կոչել։ Ես երկար, ինչպես ասել եմ, կյանքիս փորձում այնքան դիետաներ եմ պահել, արդեն դիետա բառից ոնց որ ասած սրտխառնոց է մոտս առաջանում։ Դա էլ դիետա չի կարելի համեմատել այդ կարճամետրաժ բաները, որովհետև դրանք արդյունքներ չեն տալիս։ Նիհարում ես 2 կիլո, 3 կիլո, 12-ը հետ է գալի։ Այդ իմ դեպքում 5 կիլո, հավատացեք, 20 կիլոն հետ է գալիս։ Դա արդեն ապացուցված բաներ են։ Մարդիկ կալորիականություններ են հաշիվում, դա նույնպես իմ խելքի բանը չի, ես մի քիչ հումանիտար կողմով եմ, ես թվերի հետ այնքան էլ հաշտ չեմ ու չեմ սիրում այդքան մանրակիրք հաշիվել, քանի որ շատ լավ գիտակցում եմ, որ այդ կալորիականություն ասվածը ճշգրիտ չէ, ամենայն դեպս։ Դա լաբորատորիաներում սննդակարգերը տարբեր այրել են եւ այդ էներգիայի, ջերմաէներգիայի աղբյուրն են բան արել, դե մենք լաբորատորիայի ոնց որ ասում է կենթանիներ չենք, որ բանա, բայց շատերը իհարկե, մինչև առ այսօր մարդիկ կան, որ փոքր գրամովկեքով էլ իրենք այդ կալորիականությունները հաշվում են։ Բայց եկեք խոսենք մի պարզ բանից, ասենք կալորիականությունները հաշվեցի, ես ինձ հաշիվ եմ տալիս, որ լավ ուգլիվոդը կարևոր է իմ համար, կամ եթե ես կարոտում եմ մի կտոր թխվածքը կամ 1 շոկոլադը, դե ոչինչ, բայց պասլեստվաները արդեն այնքան շատ են իմ մոտ, որ ես այս էլ որ երրորդ վիդեոյում է բացատրում եմ, որ դա ինձ չի օգնի։ Լսում եմ մինչև 90 կիլո, մինչև 100 կիլո նիհարող մի քանի հոգու, որ իրանք նիհարել են կալորիա հաշվելով, փաստորեն այն ինչ իրանք անում են կաշվից դուրս գալով, իրենք էլ են ասում, որ ընթացքում այդ զաժոր ասվածը, այդ սնունդին նորից վրա տալու պահը գալիս է, ինչը իմ կարծիքով դա բնական է, որովհետև իմ դեպքում ես չեմ կարող իմ օրգանիզմից այդպես արագ ուգլիվոդային սնունդներով այդ ինսուլինը, բարձր ինսուլինի քանակը այդպես բան պահեմ, այդ ռեզիստենսը կորչի գնա, դա անհնար է, դա երբեք չի լինելու։ Ու ես պետք է գիտակցեմ, որ ընդհանրապես ինչ էլ որ լինի, ուղղակի պետք է մի հատ շատ վատ կոպիտ հեռու բոլորից այդպիսի դեպք, եթե դու գիտես ինչ որ մի բան մահացու է, ուրեմն պետք է չօգտագործել եւ վերջ։ Իսկ ես քաջ գիտակցելով միշտ նույն, ինչպես ասում են ռուսները, նույն գրաբլի վրան եմ կանգնում, բայց դա ինչև է։ Ու խիստ որոշումը այն է, որ գոնե վերջին անգամ հստակ հաստատուն քայլերով առաջ գնալ առանց ածխաջրերի, դա իմ միակ ճիշտ որոշումն է, որ այդպես էլ պիտի լինի, կալորիականության հաշվելու հարցը չէ, բայց այ երեկվանից ես քչացրել եմ քանակը, ճիշտ է, տարբեր մսեր, տարբեր կալորիականություններ ունեն, երեկվանից ես հավ եմ ուտում, ուղղակի այդպես կա, վաղը երևի խոզի օր լինի կամ չգիտեմ տավարի։ Ես երեք ավելի կոնկրետ եմ կշռել եւ մանավանդ այսօր,
դաժե ես այսօր կշռելուց հետո նորից առանձին ոսկորներն եմ կշռել հանել, որ տեսնեմ ինչքան եւ ինչ։ Եվ երեկվա եւ այսօրվա համեմատ ես մի քիչ ճարպնել եմ քչացրել, ինչպես միշտ ես վռազում եմ, չգիտեմ, իմ շտապողականությունը շատ է, բայց տեսնեմ, եթե օրգանիզմս սկսի թուլանալ կամ ես ինքս վատ զգամ, ես չեմ այնպես անի, որ հյուծվածություն տանի, ինչ որ նորից ավելացումներ կանեմ, բայց այնուամենայնիվ հիմա ինձ լավ եմ զգում եւ այդ քիչ քանակությունը 200 գրամ միսը, որն ի դեպ դրանից հանած 80 գրամը ասեցի կշռել եմ ոսկորներ, 80 գրամն էլ հանած, այնտեղ ինչ է 120 գրամ բան է մնում։ Միս եւ 1 ձու առավոտյան եմ կերել եւ նույնքան 2 ձու երեկոյան, արդեն երեկո ասվածը 4-ին 4 անց եմ կերել ու դրանից հետո ես ընդհանրապես սնունդ չեմ ընդունում։ Հիմա պետք է ուղղակի ես ինձ տրամադրեմ ու հասկանամ, որ անպայման պետք է բացառել այդ ածխաջրերը, մանավանդ պարզ ածխաջրերը, բարդ ածխաջրերն էլ, բայց ածխաջրերը միգուցե հետագայում ինչ որ բան լինի, դա միայն կարող է լինել մրգերի, կներեք, բանջարեղենների կամ ինչ որ թեթև հատապտուղների տեսքով են էլ շատ քիչ քանակությամբ, կարծիքով դա էլ չի լինի։ Իսկ ինչ մնում է արդեն պարզ ածխաջրերին, արդեն այն ածխաջրերը, որ շաքար են պարունակում, թխվածքները, կոնֆետները, ջեմերը, սոկերը, մրգերը, չիպսեր, չնայած ես դա չեմ էլ օգտագործում, եւ բոլոր այդ թվին պատկանող բոլոր տեսակի հատիկավոր բույսերը, այնտեղ ձավար, այնտեղ բլղուր, այնտեղ բրինձ, ոսպ, լոբազգիները եւ այլը եւ այլը։ Բայց ես ուզում եմ նաեւ այս նիհարելու ակտիվ փուլում նաեւ կաթնամթերքը դուրս հանեմ սննդակարգի մեջից, բայց կան մարդիկ, որ դա չի խանգարում, իսկ ինձ խանգարում է, ես ոնց հասկացա, ուզած կհրաժարվեմ իմ սիրելի մածունից ու գոնե առժամանակ եւ իմ սիրելի պանրից, չնայած ես կաթնային ամեն ինչ էլ սիրում եմ, բացի ասել եմ կաթից, կաթը դա իմս չէ, ամենայն դեպս դրանից էլ կհրաժարվեմ, ինչ թե արդյունք ստանամ։ Արդյունքի մասին, այն որ ասում են ձեռքերս քոր է գալիս, որ գնամ կշռվելու, բայց ինձ զսպում եմ, ես չեմ ուզում մի անգամից հիասթափվեմ, ուզում եմ, որ նույնիսկ նիհարելու օրվա պահով, ամսական կտրվածքով, չէ, որովհետև ես դիետան, այսինքն սննդակարգը սկսելու, կարնիվոր սկսելու օրը եղել է ամսի 5-ին, բայց ես կշռվել եմ ամսի 15-ին, ու ես որոշեցի նույնիսկ այդ ամսի 5-ից չհաշվել, կհաշվեմ ուղղակի 15-ից, որպեսզի դա իմ համար ավելի ազնվորեն կլինի, մեկը այնտեղի մի քանի կիլոգրամները, եթե դա եղած էլ լինի, դա իհարկե ջուրն է, որ օրգանիզմիցդ գնում է, զգում եմ փոփոխություն, այո, զգում եմ, կարելի ասել մարմնի տարբեր մասերից էլ զգում եմ, նույնիսկ դեմքից եմ զգում, այս կզակ ասված այս մասը արդեն ինքը կնճռոտվել է, արդեն այդ կնճռոտումը հենց սկսվում է, տակի դա ուրեմն ես հասկանում եմ, որ այո կա փոփոխություն ու
թեկուզ եւ կոնքերից եմ զգում, թեկուզ եւ մեջքից եմ զգում, եւ այդպես, այնպես որ չի որ չեմ զգում, բայց կշռվելու համար ես ինքս եմ ինձ խոսք տվել, որպեսզի հիասթափություններ, մի քիչ իմ բնավորությունն էլ այնպես է, որ ահա չէ, ես ինքս ինչ շտապեցնում եմ, ինչու խոսքին օրինակ, ինչու 10 կիլոգրամ չէ, ինչու 5 կիլոգրամ կամ ինչու 5 կիլոգրամ չէ, երբ որ 3 կիլոգրամ է, դա չեմ ուզում, թող մնա, մեկա ես իմ սննդակարգը չեմ խախտում, այնպես չի, որ խախտում եմ, թող մնա ամսվա կտրվածքով կկշռվեմ եւ կոնկրետ կիմանամ ինչքան է պակասել, մինչև ես արդեն մեր տան համար մի հատ հաջող, հիմա էլ ես կարող եմ բարձրանալ եւ առնել, ուղղակի ինձ պետք է վստահ լինեմ, որ այդ կիշեռքը նորմալ է ցույց տալու, ոչ թե տեղերը տեղափոխելուց ամեն մի անգամ մի թեվ ցույց տա ու միտեղ թեթև ցույց տա ուրախանամ, միտեղ ցածր բարձր ցույց տա տխրեմ, ու այդպես դա չեմ ուզում, նորմալ, ոնց ասում են, խելքը գլուխ կշեռք վերցնեմ, երևի միգուցե զակաստամ ումնի վեսի, չգիտեմ դրանք են խելացի կշեռքները, ինչքանով են խելացի, երևի դրանից հետագայում վերցնեմ, ինչև է, սա այդքան քաշին վերաբերվելու համար, զգացողությունը շատ լավ եմ զգում, հոյակապ, ոչ մի անգամ հաց ուտելուց թուլություն, ինչ-որ որևէ մի բան չեմ զգում, ես ինձ շատ լավ եմ զգում, գլխացավը կարելի ասել չկա, ճնշումը իջել է, չնայած ես այնպես չի, որ շատ ահավոր բարձր ճնշման տեր եմ, բայց լինում են դեպքեր, արդեն լինում է, բայց իմ ճնշումը կարող է ռիսկի բարձրանալ, իջնել, այդ կա, բայց հիմա ճնշումը նորմալ է, նույնիսկ կարելի ասել կամաց նորմայից էլ է իջնում, բայց դա էլ այդքան այնպես չի, որ լավ է, որ շատ ցածր լինի, այս էլ զգացողության համար, կալորիականությունների համար, հիմա եթե հաշվեմ, հիմա ասենք պլանավորել եմ խոզի միս ուտելու, բնականաբար, որ խոզի մսի կալորիականությունը արդեն ավելի բարձր է, քան հավինը, այնտեղ երբ որ խոզի միսը 23 գրամ սպիտակուց ունի եւ 92 գրամ էլ կալորիականություն, 23 գրամ սպիտակուց ունի եւ եթե գրամներով վերցնում ենք 92 գրամ սպիտակուց ենք ստանում խոզի մսից, իսկ ասենք հավի միսը 20 գրամով, 20 գրամ է իրեն սպիտակուցները, կալորիականություն էլ, իրանք տարբեր են իհարկե, այնտեղ յուղոտ միսը եւ այլ եւ այլ, հիմա էգուց էլ եմ որոշել այդպես անեմ, կշռելով, բայց քանի որ դա մի քիչ մի փոքր ինքը ավել ցուկ ունի, միգուցե եւ 200 չլինի, լինի 150 գրամ, երևի չէ այդպես էլ կանեմ եւ նորից 2 ձուն, կամ 1 ձու, չգիտեմ, եթե ես զգացի, որ ես կուշտ եմ, այդ 1 ձուն էլ ինձ բավարար է, ընթացքում ես ընդհանրապես ոչ մի ձևի մտքովս չի անցնում, մինչև իրոք սովածանալու ժամանակ, ուգլիվոդի ժամանակ այնպես է եղել, ես երբ որ ուգլիվոդներ եմ օգտագործում, ասենք սովորական ինչ-որ մի ափսե պյուրե ես ուտում, կամ մի ափսե մակարոնե փլավ, կամ մյուս տեսակի փլավները, երբ որ ուտում ես մի ափսեն, թվում է ճիշտ է, ստամոքսը լիքն է, բայց ինչ-որ ես ընդհանրապես քաղց եմ զգում, դա ես հասկանում եմ, որ աննորմալ քաղց է, բայց ուտելս գալիս է, ես ուղեղով հասկանում եմ, որ դա ինձ համար ավելնորդ է, բայց ես այդ քաղցը զգում եմ, հավատացեք, նույնիսկ այդ գթալը բերանս տարած, ես այդ քաղցը զգում եմ, երբ որ ես ուտում եմ ուգլիվոդ,
Իսկ արդեն սպիտակուցների դեպքում դա այդպես չէ, քո մի կտոր ուտում ես ու ընդհանրապես մոռանում ես այդ կերածիդ մասին ու քեզ թվում է դու այնքան կուշտ ես, որ եթե նույնիսկ ես վերցնեմ երկրորդ անգամը չուտեմ, ես այդ սովածությունը չեմ զգում, ուղղակի ես չեմ ուզում միանգամից օրգանիզմս ճնշեմ, միանգամից, որովհետև այդ միանգամիցն էլ լավ բանի չի բերում, բայց և հետագայում միգուցե այդ միանգամյա սնունդը կարնիվորում կոչվում է օմատ, երևի հենց այդպես էլ հետագայում լինի, 3-ի կողմերը կամ 2-ի կողմերը մի անգամ սնվեմ ու վերջ, դա երևի ինսուլինա ռեզիստենտի հարցը ավելի արագ լուծի, քան ինչ-որ հիմա, չնայած հիմա էլ արդեն նորմալ կարգավորվել է, ես էլ էսպես, ընդհանրապես ժողովուրդ ջան, ես նույնիսկ այդպես բան եմ լսել, որ ասենք լյուբոյ բացառությունը, ընդհանրապես երբ մարդիկ ասում են լավ չբացառենք, հո ամբողջ կյանքումդ չես բացառելու, հո ամբողջ կյանքումդ էս չես անելու, բայց դե ես էլ այդպես եմ մտածում, ամբողջ կյանքումս ոչ մի բան չեմ բացառել ու իտոգումին չեմ շահել, լավ, ես այդ իմ չաղությունը ձեռք չեմ բերել հասուն տարիքում կամ արդեն պատանեկության տարիքում, որ ասեմ ինչ-որ մի պահի ես ինքս շեղվել եմ, դա եղել է մանկության ժամանակ, ես չգիտեմ, 7 տարեկանում երեխային շատ պետք է ինքը չաղանում է, քչանում է ու հետո մենք են թվի մարդիկ ենք, որ դժվար թե ծնողը մտածի, այ երեխաս չաղացել է, ուրեմն ինքը վատառողջ է կամ դա առողջ արար չէ, ընդհանրակը մարդիկ ասեն, լավ է, առողջ երեխա է, ուտում խմում, ինչ ա եղել, ախորժակը տեղը, ամեն ինչը, այնպես չի, որ ես այն չաղերի տեսակն է, այն գերմարդկանց տեսակին եմ պատկանում, որ նիհար էի ու մեկ էլ հոպ չաղացա, որ ասեմ, վայ ես ինձ կոնտրոլ չեմ արել, հա, ես մեղավոր եմ զգում, որ ամեն անգամ իմ դիետաները ոչ մի ձևով չեն, մինչև վերջ չեմ տանում, մանավանդ այս վերջին տարիների նորմալ սննդակարգերը, որ ես իրոք ինձ լավ եմ զգացել կետո դիետայի դեպքում էլ նմանապես, կարնիվորի դեպքում էլ դրանում ես իմ մեղքի բաժինը զգում եմ, բայց այն մնացածները, որ կարճամետրաժ, մի շաբաթ են, էսի գրեչկա, էսի կեֆիր, էսի չգիտեմ ինչ, դա իմ համար չէ, դա աբսուրդ բան է ու ոչ մեկ թող նույնիսկ այդպես բան կա, երբ որ իմ կողքը մեկին ասում են խի ես շատ ուտում, բայց դուք ինչ գիտեք, դուք նրա օրգանիզմը խի ես շատ ուտում, նույն ձևի նստել դու ես ուտում, նույն չափի դու ես ուտում, այդ ոնց եղավ քո կերածը դու չես հաշիվում, որ շատ ես ուտում, իսկ այն դիմացինին ասում ես խի ես շատ ուտում, մի քիչ որ գրագետ ես մոտենում հարցին, մի քիչ որ ամեն ինչ ասում, բան ես անում, զգում ես, որ այդ արդեն մի քիչ աբսուրդ բան է այդ ուտելը, օրգանիզմը էներգիա վերցնում է, օրինակ սպիտակուցները, երբ որ օրգանիզմը սպիտակուց է վերցնում, դա էներգիայի մի տեսակ աղբյուրն է, որ և մկանների համար է լավ, և բջջի կառուցողական մարդու այդ կազմի համար է շատ լավ, ճարպերը շատ հագեցնող են, իրանք հագեցնում են, էլի նույնպես էներգիայի աղբյուր է և նույնիսկ էներգիայի աղբյուր է ամենագլխավորը ուգլիվոդի էներգիայի աղբյուրն է, որ արագ է էներգիա ձեռք բերում, արագ էներգիա ես ստանում և նորից գամ այն բանին, որ մարդիկ կան այդ արագ ուգլիվոդը ուտելով, իրանք ստանում են այդ էներգիան, իրանք ծախսում են այդ էներգիան, նույնիսկ նստած տեղն են այդ էներգիան ծախսում և դա ճարպ չի գոյանում, իսկ ցավոք իմ դեպքում դա ճարպ է գոյանում, դա ես ուզեմ, թե չուզեմ,
ինչքան էլ քչացնեմ, ինչքան էլ ինչ ուզում եմ անեմ, միևնույն է դա ինձ համար ճարպե գոյան։ Լյուբոյ նիհարելու ժամանակ գալիս է մի պահ, երբ քաշդ մի պահ կանգ է առնում, դա կոչվում է պլատո, իմ կարնիվորի ժամանակ էլ է այդպես եղել, մի պահ քաշս կանգ է առել, ինքը չի շարունակել նիհարելը, բայց ես զգացել եմ մի բան, որ չի էլ ավելացել երբեք, որովհետև ես այդ կետո դիետայով էսպես ուղիղ գիծը ինչպես կերել եմ, նիհարել եմ ու կանգնել է, այնպես էլ ինքը այդ տվյալ ժամանակաշրջանում ինքը նույնիսկ չի ավելացել, իսկ ես փորձեմ, ինչ փորձեմ, միշտ էլ փորձված բան է, 3 ամսվա մեջ, օհո, փաստորեն ես 20 կիլո ավելացրել եմ ու այնպես չի, որ ես զգացել եմ, որ այդ 20, ես զգացել եմ, որ չաղացել եմ, ասեմ լավ դե հա, շատ 10 կիլո, բայց դե փաստը մնում է այն, օյ, մոծակները, փաստը մնում է այն, որ դա 10 կիլո չի եղել, դա երևի 20 կիլոից էլ ավել է եղել ու բոլորի օրգանիզմը մի, ինչպես ասում են, արշինով չափելը դա շատ վատ է, այդպես չի լինում։ Իմ խնդիրը մինչև վերջ տանելն է, կարնիվոր, եթե ընթացքում ինչ-որ բաներ կառաջանան, ինչ-որ խնդիրներ կառաջանան, ես կանցնեմ կետո դիետային, բայց ոչ ածխաջրերին ընդհանրապես, ոչ մի գրամ, թեկուզ այնտեղ մանավանդ պարզ ածխաջրերին չէ, դա բացառվում է, որովհետև այդ պարզ ածխաջրերը, չնայած հատիկավորները բարդ ածխաջրեր են կոչում, բայց եւ դա չէ, ես երևի այդ ածխաջուր ասածը բանջարեղենի տեսքով ինչ քիչ քանակությամբ որ մեջը կա, համարյա բեզուգլիվոդնի դիետաներ կանեմ ու ածխաջրեր ինձ չեն ասի, թե այ ոչինչ մի հատ շոկոլադը քեզ ինչ կանի, այդ մի շոկոլադից հետո կգնա հավատացեք միգուցե եւ կես կիլո շոկոլադ, դա ես միլիոն անգամ իմ օրգանիզմի վրա փորձած բան է, ես չեմ կարա այդպես նորից թողեմ, ինչքան էլ պահա լինում, չնայած, ճիշտ ասեմ, թու, չէ, այս ոնց որ սկսել եմ, այդպիսի բան չկա, որ ասեմ, սա կուզեմ, սա չեմ ուզի, էլ եմ ասում, տունը ամեն ինչ էլ կա, մտքովս արդեն չի անցնում, քանի որ արդեն կամանց ինսուլինը նորմայի մեջ է գալիս, ամեն ինչ նորմալանում է, անալիզների համար մտածում եմ արյան անալիզ տամ, այնտեղ մի քանի անալիզներ, ցանկանում եմ ինսուլինն էլ իմանալ, իհարկե գլիկոզան իմանամ չիմանամ, այնտեղ ասում են գլիկոզան էլ կիչնի, բայց միշտ եղել է 5, 5.5, այդպես ինքը չի բարձրացել, այդքան է եղել, միշտ էլ այդքան է եղել, նույնիսկ ասեմ ավելին եղել է, որ 4 է եղել, այնպես չի, որ իմ գլիկոզան բարձր է եղել, այ ինսուլինը բարձր է եղել, հետո ես ուզում եմ օй աստված, ես պետքա բառերը գրեմ, որ հիշեմ, թե չէ տենց չեմ հիշի, արյան այդ տարբեր ֆորմուլաները, այդ կարևոր ֆորմուլաները, երկաթը նույնպես, տրիգլիցիրիդ, հա, երևի այդպես, էդի, տամ և ֆիրիցինը, այդ երկաթի բանի համար, այդ անալիզները ցանկանամ, որ հանձնեմ, իմանամ ինչքանով է, մեկ էլ զոբի համար, ասացի, որ ես զոբի խնդիր էլ ունեմ, մեկ էլ դա, իսկ մնացածը այնտեղ խալեստերինը կբարձրանա, չի բարձրանա, որտեվ խալեստերինը ես հաստատ գիտեմ,
այդ դիետայի ընդհանրապես իմ խոլեստերինը բարձր չի եղել, այդպես դեպք չեմ հիշում, ինչ անալիզ էլ եղել է, իմ խոլեստերինը ցածր ա եղել, այսինքն նորմայի մեջ ա եղել, բարձր չի եղել, իսկ եթե հանկարծ բարձրանա էլ դա բնական է, քանի որ մսային դիետայով եմ սնվում, բնական է, ոչ արպային, հնարավոր է, որ բարձր լինի, դա այդքան էլ ինձ չի հուզի, միակ հուզող խնդիրը իմ այս դեպքում ինսուլինն է և այդ արյան գլիկոզայի այդ խտացումը ինչքան է, ոչ թե գլիկոզայի չափը, այլ արյան խտության քանակը ինչքան է և այդ ֆերրիտինը, այդպիսի բաներ, նորից եմ ասում, ես այս բաները տենց չեմ հիշի, պետք է գրեմ, որ հիշեմ կոնկրետ ինչը կարելի է անալիզ տալ, ինչը չէ, այսքանը դրա մասին, մի բան էլ, ժողովուրդ ջան, ես շատ լավ եմ հասկանում, որ նիհարելուց հետո մաշկը կախվելու է, որովհետև ես այնքան նիհարեցի, չաղացա, ես հասկանում եմ, որ դա արդեն իմս ոչ թե իմ կնճիռները առաջացել են տարիքային, իհարկե տարիքային գործոնն էլ իրենն է անում, բայց իմը ավելի շուտ առաջացավ նիհարել չաղանալուց, ինքը մաշկը թուլանում է, իհարկե դատարկվում է, լցվում է, դատարկվում է և նորից եմ ասում, տեսեք, ասում եմ, ես արդեն զգում եմ, որովհետև այս մասս արդեն ինքը կնճռոտվում է, բարակում կնճռոտվում է, ես զգում եմ, որ քաշը արդեն իջնում է, բնական է, որ այդ դեպքում մաշկը կկախվի, բնական է, որ շատ դեմքը կծերանա, որովհետև շատ իմ տարիքի կանայք, եթե նրանք ջահել չեն, 20 չեն, 30 չեն, թեկուզ 30-ում էլ է պարզ երևում, բնական է, որ բոլորի մաշկն էլ կախվում է, թե մարմնի տարբեր մասերում, ես գիտեմ մարդկանց, որ նույնիսկ զալ են գնացել, որ մի քիչ ձգվի և այլ, բայց իմ մաշկը այն մաշկերից է, որ ինքը ձիգ չի լինի, ապրիորի ինքը չի ձիգ լինի, ինքը թույլ մաշկ է, ես դա էլ եմ հասկանում, որ մաշկը կկախվի, որ դեմքս կծերանա, ես այդպիսի դեմք էլ եմ տեսել, որ նիհարել եմ, զգացել եմ, որ իրոք երբ որ նայում եմ, արդեն ծեր 60-70 տարեկան կնոջ դեմք է դառնում, բայց հավատացեք, դա էլ ինձ չի հուզում, եթե ես հնարավորություն ունենամ, միգուցե և չունենամ, էլ չեմ կարող ասել, այնպես վիճակում չեմ ապրում, որ ասեմ, հա հիմա կգնամ, կանեմ, տա Աստված, միգուցե և չանեմ, այնպես որ դա մաշկ կլինի, ու շատերն են պլաստիկ վիրահատություններ արել, իհարկե հարցը դեմքին չի գնում, հարցը տարբեր մասերին, աբդոմինոպլաստիկային ասում, ինչ են ասում, այդ փորի և այլ, ոտքերի, թևերի, իսկ եթե դա գումարն էլ չունեցա, հավատացեք, դա ինձ էլ չի կանգնեցնի, տես մաշկը կախվել է կամ դեմքը ծերացել է, դա ինձ նույնպես չի հուզի, ինձ կարևորը ամենակարևոր գլխավորն է, որ ես լինեմ շարժունակ, հիմա այնքան եմ ասում շարժունակ, կմտածեք, չէ, ընդհանրապես ես չէ, շարժվում եմ, գնում եմ, գալիս եմ, այնպես չի, ես պարկած վիճակում չեմ, բայց այն շարժողականությունը չի, որ մարդ զգա իրեն թեթև, զգա ճկուն, դա այդպես չի արդեն, կարևորը մարդու առողջությունն է, էսթետիկ տեսքին ես շատ շուտվանից, ոնց որ ասում են, 16 տարեկան չեմ էլ մտածում այդ էսթետիկ տեսքի մասին, հավատացեք չեմ մտածում, հիմա ամեն մարդը մի տեսակ է, դա ինձ ընդհանրապես չի հուզում, ու այդպես,
Էդ էլ մաշկի մասին, ես է հասկանում եմ, ես նույնիսկ ինձանից եմ զգում, որ օրեցօր, երբ որ լցվում եմ ձգվում է, իսկ երբ որ արդեն սկսում եմ նիհարել, մաշկը կախվում է, դե բնական է, որ կկախվի, դրա մասին խոսք չի լինի, ինչու դա ասեցի, որովհետև ես երեկոյան, այսինքն շուտ էի այդ պեղել, մի կնոջ կանալ ինքը նոր է ստեղծել, բայց արդեն ոչ թե նիհարելու ճանապարհին է ստեղծել, այլ ինքը արդեն 3 տարվա մեջ նիհարած տիկին է, 90 կիլոգրամ քաշ է կորցրել, իդեպ ինքը նիհարել է կալորիականություն հաշվելով, դե հիմա այդ կնոջը դա է հարմար, իրեն առողջությունը և իրեն օրգանիզմը դա է, բայց կեցե այդ կինը 90 կիլո նիհարել է, նրա մաշկն էլ է կախված, իդեպ նա իմ տարիքին է, 49 տարեկան, ինքը 3 տարի առաջ է սկսել, այն որ ես 3 տարի չէ 5 տարի առաջ եմ սկսել նորմալը, այսինքն 5 էլ չէ 6-ը, դրանից առաջվա այն բաները չեմ հաշվում, որովհետև նրանք օգուտ էլ չէին տալի, դե եթե ես էլ լինեի կամքիցի միգուցե ուժեղ չթողեի, ես էլ հիմա այդ պրոբլեմը չէի ունենա և նորից չէի սկսի, ինչևէ այդ կնոջ դեմքը իհարկե կա իրա նկարը դրել է դոյի պոսլի, առաջ և հետո, և մի քանի, չէ դրանց չես կարա ասես խեյտերներ կամ չգիտեմ ինչեր, պրոստո կան մարդիկ, որ իրանց համար կամ վիրավորելը կամ ինչ-որ մի բան ասելը սովորական ոնց որ մի կում ջուր խմես, իրանց պետք չի, ու սկսում են գրել, քո տարիքի համեմատ շատ ես ծեր երևում, բա դա 40-50 տարեկան կնոջ դեմք է, դու ոնց որ 50 տարեկան չլինես, դու ոնց որ 70-80 տարեկան կին լինես, ու այդ գրողները չգիտեմ, դրանք երեխեք են, չէ, երեխեք չեն լինի, երեխեքին դա հետաքրքիր էլ չէ, դու հասուն մարդիկ եք, աղջիկներ կամ տղաներ կամ չգիտեմ ով է գրողը, դուք չեք հասկանում, որ նիհարելուց ու այդքան հզոր քաշ գցելուց, ինչ է այդ աղջկա, այդ կնոջ դեմքը պետք է լիներ 18 տարեկանի դեմք, իհարկե, միգուցե ինչ է իրեն հաճելի է, որ այդպես կնճռոտվել է, այդպիսի բաներ, իսկ ինչքան մենք մարդիկ գիտենք, թեկուս օպերացիաներով նիհարողները, որ նիհարել են, նորից գնացել են իրենց այդ կաշին, իրենց մաշկը, կաշի ասել մի քիչ կենթանիներին է վերաբերում, մաշկը իրենց ձգել են, տվել ավելորդ մաշկը կտրել են, ու ամեն ինչ նորմալ է եղել, ամեն ինչ տեղը տեղին, այնպես որ դա էլ իրոք հետ չի պահի, թե վայ սա կկախվի, վայ մաշկը, վայ ես, դա ինձ ընդհանրապես չէ հետաքրքրում, ինչևէ սիրելիներս, ճիշտ է, նորից եմ ասում, ես մի քիչ չէ, շատ եմ շտապում, բայց ես նաև հասկանում եմ, որ այդքան շտապել էլ պետք չի, որովհետև խելացի նիհարելը ավելի լավ է դանդաղ հաստատուն քայլերով, քան թե նորից ատկատ տալով, դա էլ չեմ ուզում, բայց համենայն դեպս ես քչացրել եմ, ես ինձ լավ եմ զգում, գրամով կեքը քչացրել եմ, դե պարզ է գրամով կեք քչացնելուց իրան ինքնստինքյան կալորիաներն էլ են արդեն քչանում, այնպես որ անցնենք առաջ, տեսնենք ինչ կլինի, տեսնենք քանի տարի կտևի, մի տարի, 2 տարի, 3 տարի, բայց տեսնենք ինչ կլինի, այդքանը սիրելիներս, նախ շնորհակալություն դիտումների համար, ովքեր դիտում են, ուղղակի էլի ու էլի նորից խնդրանքս, բաժանորդագրվեք, դրեք լայքեր, թող ալիքը առաջ գնա, թող իմ մոտիվացիային չխանգարի,
Ես շնորհակալություն կլինեմ ամեն մեկիցդ։ Գրեք մեկնաբանություններ, կուզենայի գրել դուք ինչպես եք նայում այս տիպի դիետային եւ ընդհանրապես ինչպես եք նայում ոչ թե մենակ դիետային նայողների մեջ դա ձեզ հետաքրքրում է հենց ձեր համար, թե ուղղակի վլոգային վիդեո նայում եք։ Իդեպ ես չեմ ուզում այնա, որ միշտ նստեմ այդպես, խոսեմ այդ մասին, ես կուզենամ, որ ընթացքում էլ ինքը տարբեր ձևի լինի, տարբեր տեղեր լինեն, երևակայի դա էլ կլինի, ոչ թե մենակ լինի դա ոնց որ ասում են զուտ նիհարելու համար վլոգ, այլ ընդհանուր առմամբ լինի առօրյա եւ պլյուս նիհարելը։ Խնդրում եմ բաժանորդագրվել, նորից եմ ասում ալիքին, սեղմել զանգակի կոճակը, տարածել եւ գրել մեկնաբանություններ։ Այսօր այսքանը, ցտեսություն ձեզ սիրելիներս, մինչ հաջորդ վիդեո։